Բարի երեկո բոլորին, օրհնված կիրակի և բարի գալուստ այս սրբազան տարածք։ Այսօրվա իմ թեման արթնացումից դեպի մարմնավորված գիտակցություն։ Շատ հետաքրքիր թեմա է։ Ես մի քանի շաբաթ առաջ գրել էի, որ ես մոնադա եմ։ Հիմա ուզում եմ, որպեսզի հասկանաք, թե ինչ է դա իրենից ներկայացնում և այս հոգևոր աշխարհում ինչպես ենք հոգևոր մակարդակները դասակարգում։ Ընտրել եմ հոգու, գերհոգու և մոնադայի ճանապարհի մասին պատմությունը կամ տեղեկությունը։ Բարև ձեզ, բարի երեկո, տեղավորվեք, հանգիստ, զինեք ձեզ համբերությամբ, որովհետև հետաքրքիր ինֆորմացիոն դասախոսություն է լինելու։ Եվ այս պատմությունից հետո երևի շատ բան կփոխվի ձեզ մոտ, ավելի լավ կպատկերացնեք ընդհանրապես արթնացումից հաջորդ փուլերը ինչպես են վերակառուցվում։ Դե ինչ, գնացինք։ Մենք շատ ենք լսում այսպիսի բառեր, որոնք են արթնացում, վերափոխում, բարձր հաճախականություն, անցում 5D տարածաչափություն, համբարձում և նոր երկիր։ Ինչ են նշանակում այս բառերը, անընդհատ լսում ենք, մեզ համար ոնց որ մի նոր լեզու լինի, մի նոր աշխարհ լինի։ Ես այսօր փորձելու եմ չխոսել դրանց մասին։ Ուզում եմ, որպեսզի ավելի պարզ տերմիններով մենք սովորենք։ Ուզում եմ այս հանդիպման ընթացքում դուք պատասխանեք մի հարցի։ Օրինակ, ինչ է իրականում տեղի ունենում մարդու հետ, երբ նրա գիտակցությունը սկսում է փոխվել։ Կա մեկը, որը ցանկություն կունենա այս պահին պատասխանել։ Կարող եք գրել կամ Zoom-ով, ձայնայինով խոսել։ Ինչ է իրականում տեղի ունենում մարդու հետ, երբ նրա գիտակցությունը սկսում է փոխվել։ Լսում եմ։ Իրականությունն է փոխվում, կյանքի գույներն են փոխվում, մարդիկ են փոխվում, ինքդ ես փոխվում նախ եւ առաջ։ Առավոտները ուրիշ կերպ են բացվում, երեկոները ուրիշ կերպ են մթնում։ Ժամանակը ուրիշ ընթացք է ունենում, ժամանակը սկսում է չհերիքել, ոնց որ հիմա ինձ մոտ է, օրը չի հերիքում, որովհետեւ չեմ հասցնում կարդալ, չեմ հասցնում ձեզ լսել, ըմբռնել, ընկալել, նորից լսել, նորից փորձել հասկանալ, որովհետև երբ սկսում ես զարգանալ, երբ սկսում ես փորձել զարգանալ, փորձել փոխվել, Աստված արարիչ նոր ճանապարհներ է բացում, հանկարծ YouTube-ով դրան համահունչ ինչ-որ նոր ձայնագրություն է բերում, մեկ էլ հանկարծ տեսնում ես այդ YouTube-ի կողքին դուք եք, ժպիտը դեմքին, սկսում բացում ես, ասում ես մի հատ նորից լսեմ, այն ինչ ասեց, վայ այս ինչ նման էր իմ կյանքին, վայ այս ինչ նման էր իմ խոսքին, մեկ էլ ասում ես, սպասի, մտածեմ, այն ինչ էր ինձ թույլ տալիս, իրեն թույլ տալիս, մեկ էլ սկսում ես մտածել թույլ տալու շարանը, էլ ինչ կարող ես քեզ թույլ տալ, որ մինչև հիմա թույլ չես տվել, եւ սկսում է կյանքը փոխվել, սկսում են քեզ ավելի շատ վիրավորել, սկսում են քեզ ավելի շատ նկատել մարդիկ, որտեղ դու փոխվում ես, վիրավորել իմաստով սկսում են քեզանից ավելին պահանջել, որ նախկինում չեն պահանջել, որովհետև սկսում են խանդել քեզ, սկսում են չհասկանալ քեզ,
ոնց թե հասկանում ես ու ամեն սկսում ես ինքդ էլ ես սկսում հասկանալ, որ դու ինչի ես սկսել ավելի շատ նկատվել, որովհետև դու ավելի լավն ես, որովհետև դու ավելի բարձր ես։ Իսկ վերևում ներքևում կանգնածներին չեն նկատում, վերևում կանգնածներին են նկատում։ Եվ շատ այսպես ավելի ծանր է լինում, չէ՞, խաչը, վերևում կանգնածի խաչը ավելի ծանր է լինում։ Որտեղ վերևից, ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայն է ասում է, վերևից ամեն ինչ ավելի տեսանելի է։ Երբ որ սողում ես, չես կարող տեսնել ամեն ինչ, իսկ վերևից ամեն ինչ տեսնում ես։ Իսկ հիմա մենք դեռ դեպի վեր ենք գնում ձեր շնորհիվ։ Բացառապես ձեր շնորհիվ եմ ես սկսել ամենայն դեպս։ Դուք ինձ բացեցիք եւ ես սկսեցի իմ առջև սկսելա նոր ճանապարհներ բացվել, նոր մարդիկ բացվել, նոր մտածողություն բացվել եւ այլն։ Առայժմ այսքանը դիքի գրանիչ եմ։ Անտի, շնորհակալ եմ Արմին։ Ես եմ շնորհակալ շատ։ Այստեղ մարդիկ գրել են, մենք սկսում ենք մոտենալ ու ճանաչել մեր իսկական եսին, ճանաչում ենք մեր արարչական էներգիան եւ Zoom-ում սկսում է փոխվել իրականությունը, հիշում է, թե ով է ինքը ու ինչ առաքելություն իրականացնելու համար է վերամարմնավորվել, հաջորդը սկսում ես ավելին իմանալ ու ըստ դրա փոխվում ես եւ հաջորդը վերադառնում ես քեզ այն վարքյան, նոր բաներ ես բացահայտում ինքդ քո մեջ, չես արձագանքում, ներքևը չեմ կարող շարունակել, շրջապատի երևի պահվածքին, ամեն դեպքում շնորհակալ եմ, հիանալի է, որովհետև այս արթնացումը միայն այն տեղեկությունը չէ, որ դիեզերքի մասին պետք է անպայման իմանանք, կամ հոգևոր ճանապարհի իրական չափանիշը այն է, թե ինչպես է փոխվում մեր ապրելակերպը, իրականում ինչպես ենք մենք արձագանքում մեզ, երբ արձագանքում կյանքում, երբ մեզ չեն հասկանում, ինչպես ենք վարվում, երբ ինչ-որ բան կորցնում ենք, ինչպես ենք ապրում հարաբերությունները, երբ որ այդ հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, կամ ինչ-որ չափով սկսել են խախտվել, ինչպես ենք վերաբերվում, օրինակ, փողին, ինչպես ենք վերաբերվում մեր մարմնին, ինչ ենք անում, երբ կյանքը քանդում է հենց այն կառուցվածքը, որի վրա մենք տնօրինելով հենվել ենք։ Որովհետև կարելի է հազարավոր հոգևոր գրքեր կարդալ ու շարունակել ապրել նույն վախերից, կարելի է ամեն օր մեդիտացիա անել եւ միևնույն ժամանակ չկարողանալ ասել ոչ։ Այսօր հետաքրքիր տեսագրություն էր ընկել աչքիս, որտեղ խոսում էր քրիստոնեության մասին ու սատանիզմի։ Իրականում ով կարող է ասել, ով է ստեղծել սատանային եւ ինչ է նշանակում մոտենալ ինքդ քեզ կամ ճանաչել Աստծուն, Արարչին, շարժվել Արարչի կամքով, ապրել Արարչով, ով կարող է օրինակ ասել, օրինակ դա ինչպես կարող ենք բացատրել, հա? Ինչպես? Ով կարող է ասել, որովհետև մատրիցան հենց կազմված է կրոնների վրա։ Մատրիցան այն նույն սահմանափակումներն է, որի մեջ, որ մենք մինչև հիմա ապրել ենք։ Եվ ինքդ քեզ ազատություն տալ կամ հարցնել քեզ, թե դու ինչ ես ուզում, դա չի նշանակում, որ դու կարող ես խաբել, ստել, հա, դու կարող ես ինչ-որ մեկին սպանել կամ ինչ-որ մեկին մանիպուլյացիա անել,
Այսինքն ազատությունը չի կայանում նրանում, որ դու ինչ ուզես կարող ես անել։ Այն որ ուրեմն այդ տեսագրության մեջ ասում է քո ցանկությունները կարող են ի վնաս քեզ լինել եւ ի վնաս դիմացինին լինել։ Իսկ մենք ինչ ենք սովորում մոտենալով արարչական մեր մասնիկին։ Ինչ ենք սովորում մենք։ Օրինակ, ով կարող է բացատրել։ Այ արթնացումը ինչ է։ Ինչ ենք մենք հասկանում։ Չենք հասկանում, որ մեր վրայով անցնում են, որ մեր սահմանները խախտում են, որ մեզ ստիպում են, որպեսզի դիմացինի ցանկությամբ ապրենք։ Իսկ ով է ասել, որ այդ դիմացինը ճիշտ է, կամ իր ցանկությունները մաքուր են, արդար են, կամ ինձ համար հարմար են։ Ով է ասել։ Ով կարող է օրինակ այս մտքերին բացատրություններ տալ։ Չէ՞ որ մենք չենք սովորում կամ չենք գնում դեպի արարչական մասնիկը վատ բաներ անելու։ Իրականում եթե մենք ատում ենք, եթե մենք նույնիսկ անգամ, ինչպես ասեմ ձեզ, այսինքն վերցնել ու կուրորեն մենակ հավատալ ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի ասածին, նշանակում է լինել հիմար։ Ինչի համար ենք մենք ակտիվացնում մեր գիտակցությունը։ Ինչու ենք ընտրել ճանաչել մեզ։ Ճանաչել մեզ որպես այո, ինչու՞ չէ, ստրուկ։ Երբևէ մտածել եք դրա մասին։ Այ արթնացումը հենց դա է, որ մեկ էլ հոպ հասկանում ես, որ դու ինչ որ մեկի, ինչ որ կառույցի ստրուկն ես։ Որտեղ են փոքրիկ երեխայի նման քո թաթիկներին կարող են խփել, ինչպես որ հին աշխարհի կառուցվածքն է եղել, եւ ասել քեզ չի կարելի։ Դու իրավունք չունես քո ցանկությունները կամ քո մտքերը արտահայտելու, իրավունք չունես ինքդ քեզ պաշտպանելու։ Չունես այդ իրավունքը։ Ոնց կարող ենք մենք սա հասկանալ։ Կա մեկը ձեզանից, որ կուզենա օրինակ բացատրություն տալ։ Ինչով է տարբերվում ճանապարհ դեպի ինքդ քեզ կրոնից։ Ինչով է տարբերվում։ Որն է տարբերությունը։ Ես ոնց որ թե չեմ տեսնում, հա։ Այստեղ չունենք։ Սատանան նախքան դժոխք վտարվել է արարչի ամենամոտ, ամենագեղեցիկ, ամենախելացի հրեշտակներ, բայց նրա գոռոզ լինելը վնասեց իրեն և վտարվեց արարչի կողմից։ Իհարկե, բայց սատանա չի եղել։ Սատանա գոյություն չունի։ Այդ մենք մարդիկ ինչ որ պիտակներ ենք կպցնում որոշ բաների վրա և անունը դնում ենք ինչ ուզում ենք։ Այսօրվա իմ թեման այդ հոգու մակարդակների թեման է, թե ինչպես հոգիները անցնելով տարբեր զարգացման ճանապարհներ կարողանում են հասնել համապատասխան մակարդակի, որտեղից երևում է մարդու մեջի լույսը, որտեղից երևում է մարդու գլխի վրայի ոսկե պսակը։ Այսօրվա իմ թեման հենց սրա մասին է։ Եվ եթե ձեզանից որևէ մեկը չունի այն կարողությունը, որպեսզի կարողանա շփվել
այդ նուրբ շերտերի հետ, այսինքն կարողանա ճանաչել եւ ներքևի աշխարհի էություններին, մենք էլ ենք էություն։ Ուղղակի այս պահին մարդկային էություն ենք, բայց երբ որ այս ֆիզիկականը թողնում ենք, դառնում ենք աստվածային էություն։ Այդ մյուս մակարդակներում այս պահին շատ էություններ կան ու ամեն մեկը ինչ որ մի մակարդակում է գտնվում եւ սա նշանակում է, որ յուրաքանչյուրը իր անցած փորձությունների հիման վրա կարողացել է ինչ որ մակարդակի հասնել եւ դա հասանելի է միայն այն մարդկանց, ովքեր որ վերամարմնավորված են այս երկիր մոլորակում, այսպիսի ֆիզիկական մարմնում, ովքեր կարողանում են առնչվել, շփվել այդ նուրբ աշխարհների հետ եւ ինչ որ չափով տեղեկություններ դուրս բերել։ Բնականաբար Աստծուն ճանաչելը կամ Արարչին ճանաչելը անհնար է, լիարժեք այս մակարդակում, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, ճանաչել։ Սակայն մենք ունենք հնարավորություն ըստ իս դառնալ թափանցիկ եւ ճանաչել իրական Արարչին, ճանաչել հենց այն արարչական մասնիկը, որը որ բոլորիս մեջ կա։ Ազատ լինել նշանակում է կախվածություն չունենալ կրոնից եւ դավանանքից, իսկ ինչ է կրոնն ու դավանանքը, ինչ որ մի համակարգ։ Այնպես չի, որ դա վատ է։ Ընդհանրապես վատ չէ։ Եթե մարդը իրեն համարում է կամ հանգստանում է հենց կրոնական համակարգում, կարողանում է իրեն վերլուծել, կարողանում է ինչ-որ ծանր նյութերից ազատվել և ոչ մի վատ բաներ չանել, եթե կարողանում է իր զոհի կարգավիճակը շատ կարևոր է կառավարել, այսինքն չմնալ զոհի կարգավիճակում, չլինել փրկիչ և չլինել ագրեսոր, նշանակում է մարդը ճիշտ ճանապարհի վրա է։ Այսինքն մենք չենք հերքում ու երբեք չենք վատաբանում, ուղղակի մարդ կա, որը որ ավելի շատ կարողություններ ունի կամ աստվածային աշխարհը ավելի շատ է իր համար հասանելի, կախված իր անցած ճանապարհից, կախված իր անցած փորձից, այնպես որ ընդունում ենք ամեն ինչ և չկա ճիշտ ու սխալ, ամենակարևորը, որ մեր ցանկությունները չվնասեն դիմացինին, մեր ցանկությունները լինեն մեզ համար լավագույն տարբերակով կազմված և ոչ թե դիմացինի սահմանները խախտող կամ նրա ազատությունը վերցնող։ Ես կողմ եմ, ես ընդունում եմ բոլոր կրոնները և համամիտ եմ իրենց հետ, այն այսօր աշխարհում դեռ 8 միլիարդ մարդու պետք է և կապ չունի, թե ով որ կրոնի մեջ է, այն դեռ պետք է, դեռ մեր աշխարհում այդ մակարդակի մարդիկ շատ են։ Ունենալ բարձր գիտակցություն, հասնել աստվածային գիտակցության, դա շատ դժվար է։
Իհարկե էներգիաները փոխվել են, վիբրացիաները, կարելի է ասել բոլորս ուղղակի անսպասելի մեր համար, քանի որ տեղյակ չենք եղել, անսպասելի հայտնվել ենք օվկիանոսում։ Հիմա կամ լողալու ենք, կամ խեղդվելու։ Մենք ունենք ընդամենը երկու տարբերակ։ Էդ էլ կախված է մեր ունեցած փորձից։ Եթե կյանքում ինչ-որ մի անգամ փորձ եղել է լողալու, հաստատ կլողանանք, իսկ եթե չի եղել, ուրեմն կխեղդվենք։ Դա արդեն հաջողություն կլինի, եթե պատահական այդ պահին ուղղակի ցանկանաս լողանալ ու ստացվի քեզ մոտ։ Նշանակում է հաջողություն ունեցար։ Եթե տրված է հաջողություն ունենալ կամ հաջողակ մարդ լինել։ Ուրեմն, արթնացումը ահա այսպիսի փոփոխություններ է առաջացնում մեր մեջ, մենք կարող ենք խոսել սիրուց և շարունակել աշխարհում անընդհատ ինչ-որ մեկի հետ պայքարել։ Պատկերացնում եք, դա հնարավոր է, որպեսզի համարենք արթնացում։ Այստեղ հենց սկսվում է ամենակարևոր տարբերությունը։ Արթնացումը դեռ չենք կարող ասել, որ ավարտն է։ Շատ մարդիկ կարծում են, որ իրենց կյանքում մի օր կսկսեն հարցնել, ով եմ ես, ինչու եմ այստեղ, ինչու է իմ կյանքում նույն պատմությունը կրկնվում։ Ես այս հարցերը տալուց կուզենամ, որ դուք ամեն մեկդ մի պահ կենտրոնանաք ձեր վրա։ Դուք ուղղակի լսեք իմ խոսքերը ու փորձեք այդ խոսքերը ընդունել այնպիսին, որ դուք եք այդ հարցը ձեզ տալիս։ Օրինակ, ինչու է իմ կյանքում կրկնվում նույն պատմությունները։ Ինչու այս աշխարհում այս նոր, այն որ մի քանի շաբաթ առաջ ասեցի, որ մենք արդեն նոր աշխարհում ենք ու այլևս հինը չի աշխատելու։ Ու YouTube-ում ինձ հարց էին ուղղել, թե ինչպես կարող ենք համոզված լինել, որ դուք ճիշտ եք ասում։ Համոզմունքը դուք ինքներդ կարող եք համոզվել, ապրելով ձեր կյանքը, տեսնելով, որ մինչև հիմա այն ինչպես որ ապրել եք, այսօր չի աշխատում։ Ուղղակի այդ սիստեմը չի աշխատում։ Այդպես կարող եք համոզվել, թե ինչքանով եմ ես ճիշտ ասում։ Ես չեմ կարծում, որ հենց հիմա, հենց այսօր, այս պահին կան մարդիկ, որոնց կյանքը ուղղակի հալված կարագի նման հոսում է, որ չունեն ոչ մի սահմանափակումներ, չունեն ոչ մի խնդիրներ, որ ոչ մի բան չի խանգարում իրենց, չունեն ոչ մի մտածմունք, ոչ մի էմոցիոնալ ապրումներ։ Ինքներդ ձեզ հետ, որ դառնաք ու ազնիվ լինեք, կհասկանաք, որ եթե այն ժամանակ անուն, պատիվ, հարստություն, ամեն ինչ մի տեսակ ուրիշ ձև էր աշխատում, այսօր չի աշխատում։ Այսօր ձեր դիմաց կարող են կանգնել մարդիկ, որոնք միանգամից ձեզ կարող է հանկարծակի բերեն։ Եվ այդ պարագայում հիմա ասեմ, շատերը համարյա չեն էլ կենտրոնանում իրենց վրա։ Միշտ ասում են, սրա պատճառով, նրա պատճառով ինքն էսպես արեց, նա այնպես արեց, սրա պատճառով իմ կյանքում քաոս է, նրա պատճառով իմ մեքենան չի աշխատում։ Ճանաչեցիք ձեզ։ Ես ազնվորեն ճիշտն եմ ասում։ Ավելի շուտ իրականությունն եմ ասում։ Ահա մի պահ ստոպ տվեք ու նայեք ձեր կյանքին։ Ինչ որ միտեղ ասում եք, որ ես սրանից ինչ եմ սովորելու։ Այս ամեն ինչը ինչ որ ինձ հետ պատահեց, ինչ եմ սովորելու։ Կամ ինչ խորհրդանիշ էր այս տեղի ունեցածը իմ համար, որ ես սրանից կարող եմ ինչ որ
դաս քաղել, փորձ վերցնել։ Ով է կենտրոնանում ինքն իրեն վրա։ Համարյա բոլորը ասում են հարևան սեր մեղավոր, ամուսին սեր մեղավոր, սկեսուր սեր մեղավոր, սկեսրար սեր մեղավոր, որովհետև պիտի երեխաներիս համար էս անեի, ամուսնուս կամ կնոջս համար էս պիտի անեի, որովհետև ինքը ինձ չհասկացավ, էս ինչը ինձ ամեն անգամ վիրավորում է, ինքը ագրեսիվ է, խոսում եմ ձեր կյանքից։ Սա սկիզբն է։ Այո, խոսում եք։ Դա Միանշանակ սկիզբն է։ Այսինքն մենք ճանապարհին ենք։ Մի Այո, քայլ առաջ գնացել ենք, այո։ այո։ Ես էլ էի դա ասում, այո։ Լսում ենք ձեզ հիմա։ Ցավոք սրտի, երբ որ մենք արդեն մեղադրում ենք դիմացինին, երբ որ մենք քննադատում ենք, ինչքան էլ ուզում եք քրիստոնյա լինենք, մենք մաքուր չենք։ Քրիստոսը այն յուրահատուկ հոգիներից է եղել, որոնք ուղարկվել են երկիր մոլորակ, իրոք մեզ ճանապարհը ցույց տալու։ Բայց մարդ տեսակը այնպիսին է, որ ինքը իրեն հարմար է ամեն ինչ ստեղծում։ Ես չեմ քննադատում, ես ընդունում եմ ինքս մեծանալով այդ միջավայրում այն բոլոր անգամ բացասական ազդեցությունները, որոնք որ ես ունեցել եմ, ապրել եմ, այսօրվա իմ աճելու գնահատականն է։ Հա, կարող եմ ասել, որ շնորհակալ եմ, որ ես անցել եմ այդ փորձությունը, շնորհակալ եմ, որ ապրել եմ դրա մեջ։ Շնորհակալ եմ։ Բայց որ մտածեմ, քննադատեմ, ոչ։ Ուղղակի ես փնտրել եմ։ Ես փնտրել եմ այն արարչին, որին որ միշտ տեսել ու զգացել եմ։ Ինձ համար եկեղեցի այցելությունը անընդհատ զգացել եմ այն ցավը մարդկանց, այն ծանր հոգոցները, որոնք որ իմ հոգուն հարազատ են եղել։ Դուք պատկերացնում եք, մենք մեզ երեխան, հա, երեխան որտեղ է իրան լավ զգում, իր բարուրի մեջ, նույնիսկ իր այն տաք կեղտի մեջ ինք իրան երջանիկ է զգում, որովհետև տաք է, որովհետև հաճելի է, որովհետև երբ որ նրան բացեն նա անմիջապես կմրսի, որովհետև դա իր մասն է։ Ու մենք որպես հոգի ամեն դեպքում մենք զգում ենք, հոգով ենք զգում, հոգին զգում է, այդ զգալով մեզ միշտ հոգեհարազատ է այն հոգեվիճակը, որտեղ որ մենք մեզ լավ ենք զգում։ Իսկ եթե ներսում տխրություն է, եթե ներսում ցավ կա, ավելի հաճելի է այդ քեզ, որովհետև քո աշխարհն է։ Ով հասկացավ ինչ եմ ասում։ Հուսով եմ պատկերացրեցիք, հուսով եմ պարզ եմ բացատրում։ Ավելի ճիշտ կիսվում եմ։ Դրա համար մենք սկսում ենք կամաց զգալու մակարդակից բարձրանալ դեպի գիտակցական ու հասնել գիտակցականին։ Չկա բարձր ու ցածր, հասնել գիտակցականին ու վերլուծել։ Հիմա սա ինչի համար է ինձ պետք։ Այ հենց սա է սկիզբը։ Նույն կերպ ես սկսել եմ այդ
արթնացումից հարց տալուց։ Ու այդ արթնացումը նման է այն պահին, երբ երկար ժամանակ մութ սենյակում քնած մարդը աչքերը բացում է ու դեռ նրա մոտ ոչինչ չի փոխվել։ Ուղղակի նա սկսում է տեսնել։ Հետո նա կարող է սկսել այդ տեսնելը ցավոտ տանել, որովհետև շրջապատը, այն ինչ որ այդ մարդը տեսնում է, իրեն կարող է դուր չգալ։ Հետո նա սկսում է ում մեղադրել առաջին հերթին ծնողներին։ Այդպես է։ Հետո մենք մի քիչ հասունանում ենք, մեղադրում ենք մեր ամուսնուն կամ մեր կնոջը։ Հետո ավելի որ մեծանում ենք, այսինքն հասունանում ենք, սկսում ենք մեղադրել պետությանը, պետության ղեկավարին։ Հետո կամաց հասկանում ենք, որ ճակատագիր կա ու սկսում ենք ճակատագրին մեղադրել։ Բա, հետո գալիս է մի պահ, երբ մարդը ավելի պարզ է սկսում տեսնել ու ինքն իրեն ասում է, հələ սպասի։ Այս նույն իրավիճակը ես արդեն ունեցել եմ մի ուրիշ մարդու հետ։ Կամ ոնց որ թե սա երրորդ անգամն է, ինչ ես ապրում եմ։ Կարծես ինձ հետ էլի է սա կրկնվել։ Նման է ձեր պատմությանը։ Կամ ինչ-որ մեկը գտավ իրեն այստեղ։ Ու հասկանում ես, որ այդ ժամանակ խնդիրը ուրիշների մեջ չէ։ Ես որ անցյալ Zoom-ին փորձում էի պատմել իմ անցած ճանապարհը, իրականում ուղղակի ուզում էի պատմել, բայց շատ բաներ, շատ մանրամասներ, շատ նրբություններ ուղղակի չեմ անդրադարձել։ Երբ որ արթնանում ես, արդեն սկսում ես հայացքդ փոխել։ Սկսում ես տեղդ փոխել, դեպքերին, իրադարձություններին մի այլ կերպ նայել։ Ու հենց այդ տեղից է սկսում արթնացումը։ Ու այդ ժամանակ մարդը չի ասում ես լուսավոր հոգի եմ։ Մարդն ուղղակի հարց է տալիս. իսկ ես ինչ եմ ստեղծում։ Եվ ինչ եմ ստեղծում իմ ընտրություններով։ Եթե ձեզանից մեկը արդեն այս հարցին է հասել, ուրեմն նա արթնացած հոգի է։ Այստեղ մարդը դուրս է գալիս զոհի գիտակցությունից և նույնիսկ սա ամբողջը չէ։ Այստեղ գիտակցելն ու մարմնավորվելը երկու տարբեր բաներ են։ Դուք կարող եք հասկանալ, որ ձեզ սահմաններ են պետք։ Բայց երբ մայրդ զանգում է, նորից լռում ես։ Դու կարող ես հասկանալ, որ ինքնարժեք ունես, բայց երբ մեկը ձեզ մերժում է, սկսում է ամբողջ աշխարհը փլվել։ Դուք կարող եք հասկանալ, որ պետք է վստահել կյանքին, բայց հենց ֆինանսական անորոշություն է հայտնվում, ամբողջ մարմինը հայտնվում է վախի մեջ։ Այսինքն,
Գիտելիքը դեռ չի դարձել ձեր բջիջների գիտելիքը։ Եվ այստեղ սկսում է հաջորդ մեծ փուլը, ինտեգրումը։ Իրականում մենք եկել ենք, որպեսզի համբարձվենք։ Չէ՞ որ Քրիստոսը հենց այդ ճանապարհն է ցույց տվեց։ Չէ՞։ Ճիշտ է։ Ես ուզում եմ այստեղ այս բառից մի փոքր հեռանալ, որովհետև երբեմն բառերը, այն ինչ որ մենք արտահայտում ենք, սխալ պատկերներ են մեր մեջ առաջացնում։ Կարծես մենք ինչ որ տեղ հասկանում ենք, որ բարձրանալու ենք։ Կարծես թե երկիրը ցածր տեղ է, իսկ մենք պետք է փախչենք այստեղից։ Կարծես հոգևոր մարդը պետք է այլևս չզբաղվի նյութական կյանքով։ Սակայն ես օրինակ դա հակառակ ձևով եմ տեսնում։ Իրական վերափոխումը ոչ թե վերև գնալն է, այլ ավելի ամբողջական ձևով ներքև իջնելն է մարմնի մեջ։ Մենք անընդհատ խոսում ենք հոգևոր բարձր վիբրացիաներից, բարձրանալուց, բայց իրականում չենք հասկանում իմաստը։ Գիտակցությունը արդեն վերևում է, եւ այդ գիտակցությունը ուղղակի պիտի իջնի այս մարմին։ Իսկ սերը հարաբերությունների մեջ է։ Իսկ գիտելիքը գործողությունների։ Մենք գործով ենք ցույց տալիս, թե ինչպիսի գիտելիքների ենք տիրապետում։ Հոգևոր լինելը հենց փողի հետ հարաբերության մեջ է երևում։ Եթե ճշմարտությունը ճանաչեցիք, ապա կհասկանաք, թե ինչի մասին է։ Իսկ ինքնարժևորումը այ մեր ընտրությունների մեջ է։ Այդտեղ է երևում, թե մենք մեզ ինչքան ենք գնահատում կամ ինչքան ենք արժևորում։ Այդ պատճառով ես առաջարկում եմ համբարձվելը պատկերացնել ոչ թե որպես երկրից հեռացում, այլ որպես ավելի բարձր գիտակցության մարմնավորում հենց երկրի վրա, հենց այս մարմնում։ Ոնց որ ստացվի, որ ես ինչ գիտեմ։ Այս հարցը մենք արդեն ոչ թե հենց այդպես տանք, ես ինչ գիտեմ, այլ ինչպես եմ ես ապրում։ Ես շատ եմ ուզում, որպեսզի խորհուրդս է, որովհետև իմ ցանկությունից չէ։ Յուրաքանչյուրը ունի իր ընտրությունը։ Եթե մենք ճիշտ հարցեր տանք մեր ապրելու ընթացքում, մենք կկարողանանք ավելի մոտենալ իսկական աստվածային մասնիկին։ Մենք կկարողանանք այդ ճանապարհը ավելի հեշտ բացել եւ հարցերը տալուց կկարողանանք ճիշտ կողմնորոշվել համապատասխան հոգու ծրագրին քայլերը դնելուց։ Ուրեմն հոգևոր մակարդակի առաջին փուլը այսպես բացատրեմ։ Եկեք պատկերացնենք մարդուն, որ առաջին անգամ սկսում է իր կյանքին նայել ոչ թե արտաքինից, այլ ներսից։ Եվ սա նրա անհատական ճանապարհն է։ Այս փուլում մարդու ուշադրության կենտրոնում հիմնականում ինքն է։ Եվ դա եսասիրություն չէ։ Դա անհրաժեշտ փուլ է,
Եթե դու ինքդ քեզ չես ճանաչում, ինչպես ես ծառայելու ուրիշներին։ Եթե դու չես կարող սահման դնել մեկ մարդու հետ, ինչպես կարող ես մեծ դաշտ ապահովել։ Եթե քո կյանքը ղեկավարվում է չլուծած սեփական վերքերից, ինչպես կարող ես հասկանալ, որտեղ է քո ինտուիցիան, որտեղ է քո վախը, այսինքն կառուցվածքի հասկացողություն չի լինի։ Ու այս փուլում կյանքը սկսում է մարդուն վերադարձնել դեպի իրեն։ Հաճախ դա կառուցվում է ոչ շատ գեղեցիկ ձևով։ Օրինակ, հարաբերությունը կարող է ավարտվել, աշխատանքը կարող է այլևս անտանելի թվալ, այն ինչ տարիներ շարունակ հաճույք էր տալիս, կարող է դատարկ դառնալ, մարդը կարող է նույնիսկ հարցնել. ինչ է ինձ հետ կատարվում, ես նախկինում ուրիշ էի։ Այո, որովհետև նախկին կառուցվածքը այլևս չի տեղավորվում նոր գիտակցության մեջ։ Այ հենց այդ էր, որ ասում էի մինչև հուլիսի 15-ը։ Ոնց որ հին հեռախոսները։ Ինչի ենք մենք համարյա երևի շատերը 3-4 տարի հետո հեռախոսը փոխելուց ուզում են ավելի նորը վերցնել, չէ, ոչ թե ինչ որ մի քանի մակարդակներ կև, այլ հենց տվյալ ակտուալ այդ ժամանակահատվածի հեռախոսը։ Ինչի՞։ Որովհետև նա ավելի շատ ֆունկցիաներ ունի, չէ։ Ու հաստատ 10 տարի առաջվա, հələ ես ասում եմ 10 տարի, մեր ծրագիրը հին է հազարավոր տարիներ, բայց ես ասում եմ ձեզ 10 տարի առաջվա հեռախոսը մենք այսօր չենք կարող օգտագործել այն նույն գործողություններով, որոնք որ անում է այսօրվա համապատասխան, օրինակ, այս ժամանակահատվածի համարժեք հեռախոսը, հնարավոր չի դա։ Samsung 24-ը ասեմ, այնքան կարող ես մոտեցնել, որ լուսինը մոտիկից տեսնես։ Բայց մի 3 տարի առաջվա հեռախոսը հաստատ էլի Samsung-ը չէր անի։ Չէր կարողանա անել, այդ ծրագիրը չկար իր մեջ։ Հիմա ունենք այդ հին հեռախոսը և ուզում ենք լուսինին մոտիկից նայել։ Կստացվի։ Չէ, չի ստացվի։ Սրանք բացահայտ փոփոխություններն են, որոնք որ մենք նյութական տեսնում ենք, մենք կարող ենք շոշափել, մենք կարող ենք վերցնել ու զգալ, բայց այն ինչ որ չենք տեսնում, մենք դրան միշտ չենք հավատում։ Իսկ ինչ էր ասում Քրիստոսը։ Եթե հավատաս չտեսածիդ։ Ես հիմա չեմ ասում, որ դուք պարտադիր հավատաք, ուղղակի համեմատություններ եմ տանում, որ իմանաք, որ այն ինչ որ Քրիստոսը ասել է, այսօր ոչ մեկ չի օգտագործում, ոչ մեկ, ոչ մի քրիստոնյա, ոչ մի խոսքով։ Այդ մոտ գիշեր հասկացողությունը ովքեր են ունեցել։ Մարդու կյանքի էվոլյուցիայի ընթացքում կա մի ճանապարհ, որը կոչվում է մութ գիշեր։ Հոգու մութ գիշերը։ Կա մեկը, որը կուզենա այս մասին իր պատկերացումները կիսվել, կամ գիտելիք, կամ ինչ-որ տեղեկություն ունի սրա մասին, կա մեկը, ով կուզենա հոգու մութ գիշերվա մասին խոսել, ասել, ինչ է իրանից ներկայացնում,
այս մեր ճանապարհին, որ մենք ասում ենք, նույնիսկ կարող եք ուղղակի գրել, եթե խոսելու ցանկությունը կամ հնարավորությունը չկա։ Ինչպես կբացատրեիք դա։ Չկա ցանկացող։ Ես այսպես եմ հասկանում, որ հինը սկսում է մահանալ այդ գիշերվա մեջ, բայց նորը դեռ չի ծնվել։ Ու դուք չեք կարող այլևս ապրել այն նախկին կյանքով կամ նախկինի նման, բայց դեռ չգիտեք ինչպես ապրել նոր ձևով։ Ով է ունեցել։ Ում մասին պատմեցի ես հենց նոր։ Այ եւ հենց այս տարածքն է ամենադժվարներից մեկը, որովհետև միտքը պահանջում է միշտ որոշակիություն։ Միտքն ասում է, ասա ինձ, բա հետո ինչ է լինելու։ Բա սրանից հետո ինչ ենք անելու։ Լավ սա եղավ, բա հետո ինչ ենք անելու։ Այ միտքը անընդհատ մեզ այս կողմ, այն կողմ է տանում։ Բայց կյանքը մեզ պատասխանում է։ Սկզբում բաց թող այն, ինչ այլևս քոնը չէ, ինչ այլևս դու չես։ Ու այստեղ վերև են բարձրանում մեր վախերը։ Վախ, որ կարող են մեզ լքել, միայնակ կարող ենք մնալ, անարժեք լինել, փող չունենալ, սխալվել կամ չսիրված լինել։ Երբեմն մարդը մտածում է, որ մի բան էլ հետ է ապրում, այսինքն դեպի հետ է գնում։ Իրականում հաճախ առաջին անգամ տեսնում ես այն նյութը, որն ամբողջ կյանքում մեր ներսում եղել է։ Ամեն ինչ էներգիա է, ամեն ինչ մենք էլ ենք էներգիա, երբ որ մենք մեզ դնենք մանրադիտակի տակ, մենք էլ կտեսնենք, որ մենք էլ ենք բաղկացած էներգետիկ շարժումից։ Ու ինչ է տեղի ունենում։ Ստացվում է, որ սկսում եք հասկանալ, որ դուք չեք դարձել են վախեցածը։ Դուք սկսել եք տեսնել ձեր վախը։ Չեք դարձել ավելի զայրացած կամ չեք չարացել։ Մեծ տարբերություն է, օրինակ, զգալ են զայրույթը, որը դուք տարիներով կուտակել եք, բայց չչարանալ։ Մարինե ջան, ուզում ես խոսել։ Բարև ձեզ, բարև բոլորին։ Ողջույն։ Այո, կներկայ խոսել, ինչպես եք։ Լավ, Մարինե ջան, շնորհակալ եմ։ Դու։ Ես եմ լավ։ Ինձ թվում է Գանե ջան, այդ մութ գիշեր հասկացողությունը բոլորս էլ ապրել ենք մեր կյանքում, ամեն մեկս մեր ձևով։ Եթե այստեղ ենք, ուրեմն այդ փուլը անցել ենք, հիմա լուսավոր ճանապարհի վրա ենք։ Կոնկրետ իմ դեպքում չեմ ամաչի, կարող եմ բացել իմ անձնական կյանքից դրվագ, երբ ավարտվեց իմ մութ գիշերը, դա այն ժամանակաշրջանն էր, երբ որ ես երկու տղաներիս հետ կյանքս շարունակեցի միայնակ պայքարելով, այդտեղից սկսեց իմ արթնացումը։ Մինչև այդ ես մութ գիշերվա մեջ էի, իմ ամբողջ կյանքը մութ գիշեր էր։ Ես ապրում էի իմ ծնողներից, միջավայրից եկած ծրագրերով, սպասումներով, ես շատ քիչ էի իմ կյանքում։ Եվ հետո այնպես ստացվեց, որ տղաներիս հայրը, այսինքն մինչև էդ էլ էր, մեր կողքին չէր,
ինչ տղաներս ծնվել էին, ուղղակի ես որոշում կայացրեցի, որ վերջ։ Եթե ես միայնակ եմ անցնում այս ճանապարհը, ուրեմն ավելի լավ է պաշտոնապես լինեմ միայնակ։ Երբ որ կայացրեցի այդ որոշումը վերջնական, այդտեղ արդեն իմ կյանքի լուսաբացը սկսվեց։ Այստեղ եկան հարցեր, ինչու, ինչի էսպես եղավ, ինչն էր սխալ, ինչը բերեց այս իրավիճակին, եւ ամբողջ կյանքի վերլուծության հիմքը դրվեց հենց այդ պահից։ Եվ դա ինձ համար մեծ տրամպլին եղավ, որ ես ուսումնասիրեմ տարբեր թեմաներ հոգևոր զարգացման ուղղությամբ, աշխատեմ ինքսին վրա եւ հասնեմ այն աստիճանին, ինչին որ հիմա ես հասել եմ։ Ընտիր Մարջան, շնորհակալ եմ կիսվելու համար, վստահելու համար։ Իրականում այո, բոլորս էլ անցել ենք այդ մութ գիշերը եւ երբ որ դարձել ենք, սկսել ենք մեզ վերլուծել, ինչ ենք գտել, մեր եսը, մեր կյանքը, մեզ ենք գտել, այո։ Ով էր պատասխանողը։ Ստվերները ես եմ Նարինեն։ Այո, ստվերները։ Այո, երբ որ մենք սկսում ենք մեզ վերլուծել, հանդիպում ենք մեր ստվերներին։ Իսկ ստվերները մեր թշնամին չեն։ Այս ճանապարհին ամենամեծ սխալ քայլը այն է, երբ որ մենք բաժանում ենք մեզ երկու մասի։ Ասում ենք, սա իմ լուսավոր կողմն է, այս մասն էլ իմ վատ կողմն է, որը պետք է վերացնեմ ու վրան աշխատեմ։ Սակայն ամբողջականությունը չի կարող այդպես լինել։ Եվ այս ժամանակ, երբ որ մենք հրաժարվում ենք զայրույթից, իրականում հրաժարվում ենք մեր մեջի ուժից։ Երբ որ հրաժարվում ենք վախից, մեր հասկանում ենք, որ այն փորձում է պաշտպանել։ Ու եթե ես ամաչում եմ իմ նախանձից, ես չեմ տեսնում, թե ինչ ցանկություն է այդ նախանձի տակ։ Ստվերի ինտեգրումը չի նշանակում ամեն ինչ թույլ տալ մեզ։ Այն նշանակում է ոչինչ մեր մեջ ոչինչ մեր միջից չվտարել մեր ունեցած գիտակցությունից։ Այս դեպքում մեր դիրքն է, ես տեսնում եմ, ես քեզ ճանաչում եմ, ես հասկանում եմ ու ես ընտրում եմ, որովհետև ես արդեն հասուն եմ։ Այս հասունության գաղափարը կամ միտքը, չգիտեմ ով ինչպես է ընդունում, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան ինք իրենց ինչ է ներկայացնում, ինչու ենք ասում հասուն լինել։ Հասուն ես թվարկեցի, չէ, մենք քննադատում ենք, մեղադրում ենք, խղճահարություն ենք առաջացնում մեր հանդեպ, ուզում ենք, որ մեզ խղճան, որպեսզի, չգիտեմ, այն ինչ որ ուզում ենք ունենանք, որպեսզի մեզ սիրեն, պատկերացնում եք։ Հիմա ստվերները հերթով փորձենք անցնել, որ դուք է պատկերացնեք, թե ես հիմա ուղղակի շատ պարզ լեզվով եմ խոսում կամ կիսվում, որ ավելի հեշտ լինի ձեր համար, որ պատկերացնեք, ինչպես կարելի է դրանց հետ աշխատել կամ դուք որ փուլում եք հիմա այս պահին գտնվում։ Վերցնենք ստվերը
զոհը։ Ինչպես պետք է փոխակերպենք այս զոհի կարգավիճակը։ Էլի եմ ակնկալում ձեր պատասխանները։ Այդ զոհի կարգավիճակը մեր մանուկ տարիքից ուղեկցում ամեզ մինչև շատ համենայնպես մինչև հիմա ուղեկցում է, հետո չգիտեմ։ Ես ուզում եի ձեզ մի հարց ուղղել հենց այս կապակցությամբ։ Կյանքը այնպիսին է անկանխատեսելի եւ անմեկնելի, որտեղ հաջորդ պահին չգիտես ինչ է լինելու։ Այդ մութ գիշերը, որ ասացին, որ ավարտվեց, մի քանիսը ասացին ավարտվեց։ Դա հստակ այդպես է, նորից մութ գիշեր չի լինի, չէ՞ որ կյանքը ամեն ինչ չի մեզանից կախված։ Այդ մութ գիշեր ասվածը, որ ենթադրում է ստվերներ, որ ենթադրում է եւ այլն, կամ մութ գիշերից դուրս գալը, լուսաբացը տեսնելը, չի ենթադրում արդյոք, որ կրկին չի կրկնվելու այդ մութ գիշերը։ Մութ գիշերը դեռ ավարտը չի, մութ գիշերը դեռ նոր սկիզբն է։ Այ դա եմ ուզում հասկանալ, որովհետև երբեք առավոտ արթնանում ես ու դու չգիտես այդ օրը մութ է լինելու, թե օրը ոնց է ավարտվելու։ Որքան էլ զարգացած լինես, որքան էլ արթնացած լինես, բայց իրավիճակը կյանքում ամեն ինչ չի, քեզանից չի պայմանավորված, քեզ հետ պայմանավորված չի։ Եվ այո, քո վերաբերմունքը շատ կարևոր է, բայց դա կարող է նորից քեզ մխրճել թեկուզ ժամանակավոր մութ գիշերի մեջ։ Կարող է մի փոքր լրացում անել։ Այո, իհարկե, ես լրում եմ արդեն։ Ներողություն, հա չէի ուզում, որ դուք լռեիք, ուղղակի Գայուշի թույլատրությամբ ուզում եմ ես իմ մտածած ձևով ձեր հարցին պատասխանեմ, նոր Գայան իր վերդիկտը, այսպես ասած, կասի ճակերտներում իհարկե։ Մութ գիշեր համաձայն եմ, դա հենց երևի մեր ստվերներն են, մեր ճանապարհն է եւ անընդհատ կրկնվող այ իրականություններն են, որ գուցե մեր կյանքում կան, մեր այդ կարմա ասածը ծրագրերն են, բայց հենց երբ դու գալիս ես ու գործում ես գիտակցությունից, երբ դու ամեն պահ գիտես, որ դու ով ես, որտեվ դու արարիչն ես, արարչի մասնիկն է քո մեջ, որ քո մեջ տիեզերքն է։ Նարես, մի վարքյան կներես։ Ահա։ Ուղղակի ընդհատեմ, որովհետև իրոք չի համապատասխանում։ Մութ գիշերը նախ դու չունես հենց այդ գիտակցությունը, այդ որ ասում ես, թվում ես, կներես, ուղղակի ասեմ։ Նորմալ է, չէ, դրա համար ասեցի ես իմ կարծիքը ասեմ։ Ստվերներին էլ չես ճանաչում։ Ցավոք սրտի։ Ստվերների։ Այո, դեռ չենք ճանաչում։ Մութ գիշերը այն պահն է, երբ որ քո կյանքում պատկերացրու քո սարկած, կառուցած իրականությունը փլվում է։ քանդվել է արդեն։ Դու չգիտես, դու գիտես, որ այդ հինը չունես էլ, իսկ թե ինչ է հետո լինելու, նույնիսկ այդ նորի գաղափարը այդտեղ չկա գիտակցություն, այսինքն այդտեղ քո գիտակցությունը դեռ քո հետ չի, այսպես ասեմ, այսինքն դու դեռ քո հետ չես։ Okay? Հասկացա, կարա լինի։ Գուցե ես եմ այդպես հասկանում, շնորհակալ եմ։ Խնդրեմ, սա է հենց, այ դուք այդպես կարող եք հասկանալ, Արմինես։ Ես իմ կյանքից օրինակը բերեմ, ասենք խոսքի, շատերի մոտ եղել է դա, շատերն ապրել, օրինակ երկրաշարժ, 88 թվականի երկրաշարժը, կամ պատերազմը, կամ ինչ-որ մի հիվանդություն, որը որ քո կյանքի վերջն է դնում, ու դու չունես ապագայի այդ նոր ծրագրերը, նոր պլանները, չունես, չկա, պատկերացրեցիր,
Դու ուղղակի Դա եմ կանգնում ասում, ես, քանի դու որ առնչվում ես անմիջապես իր հետ, այդ մութ գիշերը արթնանալու համար է մի հատ, մնացածները չեն կարող լինել, եթե ունենում ես տարբեր մութ գիշերներ ու չես արթնացել, ուրեմն հլը իրանք մութ գիշերներ չեն, okay, այսինքն ինքը մի հատ է, այդ օրվանից դու փոխվում ես, այդ օրվանից դու գիտակցում ես, այդ օրվանից դու արդեն հասկանում ես, որ ամեն ինչ փոխվել է, ես հիմա նոր մոտեցում պետք է ցուցաբերեմ։ Ինձ նոր գիտելիքներ են պետք կամ ես իմ մոտեցման ձևն եմ փոխում, ես իմ ապրելակերպն եմ փոխում, բայց ոնց հլը չգիտես։ Այդ դա է մութ գիշերը։ Մութ գիշերվանից հետո միշտ լինում է առաջ ու հետո։ հա, այսինքն մութ գիշերը կարա մի օր չտևի, կարա տևի մի ամիս։ Ահա, Աղա տևի 6 ամիս, հասկացա, հիմա հասկացա ինչ եք ասում, որտեղ դա մի օրվա հետ մի գիշերի հետ չի կարող ասոցացվել, հետո քանի որ դու ապրում ես հասարակության մեջ եւ ուզես թե չուզես այդ հասարակության մի մասնիկ ես եւ չես կարող չառաջվել հասարակությունը քո վրա չազդել, դա անկարելի է ամանավանդ ապրելով մի միջավայրում, որը քոնը չի, որ քո հարազատները չեն, բայց դու պարտավորված ես, ստիպված ես ապրել այդտեղ եւ աշխատել եւ մտածել այնպես ինչպես թելադրում են, որտեղ այլ ընտրանք չունես, ասենք մութ գիշեր ես չէի հասկանում երևի ինչ եք ասում, հիմա հասկանում եմ, հասկացա, ուզեմ ասեմ հասարակության մեջ ապրելով, այդ մութ գիշերը կարող է մի քիչ ձգվել լուսաբացը ընդհանրապես, մութ գիշերից հետո բացող լուսաբացը, այո, շնորհակալություն կներեք, սիրով, այդ դրանից հետո նոր, երբ որ դու արդեն քո ուշադրությունը կենտրոնացնում ես քո վրա, դու արդեն սկսում ես տեսնել քո ստվերները։ Այդ ժամանակ ես տեսնում քո ստվերները, գիտակցում ես, հասկանում ես, ընդունում ես։ Հիմա կոնկրետ օրինակ դիտարկենք զոհը։ Զոհից յուրաքանչյուր ստվեր փոխակերպում ենք մենք, դարձնելով մեր ուժը։ Յուրաքանչյուր ստվեր։ Ու հարցը մնում է այսպիսին օրինակ։ Ավելի շուտ մինչև այդ ուրիշ ձևով էինք մենք հարցը տալիս։ Փոխելուց հետո կամ փոխակերպելու համար, հա, որպեսզի կարողանանք վերակառուցենք, հարցը փոխում ենք։ Ասենք սկզբից դու հարցնում ես, ինչու դա ինձ հետ արեցին, հա, այս ամեն ինչու ինձ հետ տեղի ունեցավ, չէ՞։ Հետո, որ ուզում ենք փոխակերպել, այսինքն արդեն անցել է, սկսում ենք կամած գիտակցել, հարցը մեր փոխում է, դառնում է ինչ է սա ցույց տալիս իմ մասին։ Ես այս ամեն ինչը հենց այնպես չեմ ընտրել։ Մենք ապրում ենք այս նյութական աշխարհում ու շատ ենք խոսում այդ էգոյի մասին, շատ ենք իրան դնում վերցնում ու ասում ենք, որ այս էգոն էսպես, էգոն այնպես։ Ես ուզում եմ, որ մի քիչ առողջ ձևով էգոյի ձեր վրա կենտրոնանաք, ձեր եսի վրա կենտրոնանաք, հա։ Ոչ այն ձևով, որ ինչու են ձեզ ցավ պատճառում, ինչու են ձեր հետ այսպես վերաբերվում։ Ոչ, ուշադրությունը դարձնում ենք, թե սրանից որն է իմ բաժինը։ Հարևանը ձեր կամ ընկերուհին զանգում է, իր կյանքը, անհետաքրքիր կյանքը, ասենք, պատմում է ձեզ։ Դուք լսում եք, ինքը հա ձեզ խոսք չի տալիս։ Հա ուզում ես ասել, գիտես, քաղաքակրթությունից ելնելով կամ քաղաքավարությունից ելնելով ասում ես, ուզում ես ասես, գիտես, կներես, ես բայց ուրիշ գործեր ունեմ անելու կամ չես ասում ոչ մի բան, ինքը խոսում է, ոչ մի տեղ չի թողնում, որ դու բան ունենաս, տեղ ունենաս խոսելու ու ժամանակը գնում է անիմաստ։ Հարց չես տալիս քեզ։ Հիմա ձեր հարցը ո՞նց եք դնում այդտեղ, ասում ես ինքն էս ինչ արեց, հա։
Ոնց եք, օրինակ ոնց եք ձևակերպում այդտեղ հարցը, ոնց կլինի ճիշտ։ Չեք ասի, սա ինձանց ինչ էր ուզում։ Ես այստեղից ինչ օգուտ ունեի։ Կասեիք, չէ՞։ Այսինքն ինչ կանեիք։ Կփոխեիք, այս դեպքում դուք զոհ եք։ Այս դեպքում դուք ձեզ զոհաբերում եք, իրա լսում եք, այդ ուղակի օրինակ բերեցի, փոքր թեթև օրինակ։ Դուք իրա վրա կարող եք ձեր կյանքում տարբեր դրվագներ, զուգահեռներ տանել։ Հա? Միշտ հարցնում ենք, ինչ է սա ինձ ցույց տալիս։ Իմ մասին, իմ մասից ինչ կա այստեղ։ Ուշադրություն ենք դարձնում։ Ու սա չի նշանակում, որ արդարացնում ենք բռնությունը կամ ուրիշի վատ վարկը։ Հա, իրոք, ժամանակի իզուր կորուստ։ Մենք չենք ասում, որ վայ, լավ, հարևանս էր, դե լավ, դե նեղված էր, երկար խոսեց կամ չգիտեմ ինչ։ Այստեղ ամենակարևոր բանը, որ դուք գիտակցեք ձեր ուժը, այն ինչը որ ձեզ է վերաբերվում, ձեզ է պատկանում, իրանից վերադարձնեք ձեզ։ Ու բոլորից, սա վերաբերվում է բոլորին։ Յուրաքանչյուր մարդ, ով խախտում է ձեր սահմանը, ձեր տարածքը, դուք իրավունք ունեք ձեր էներգիան, ձեր ուժը հետ վերցնելու։ Իրավունք ունեք դուք, այդ իրավունքը ունեք, սա ձեր իրավունքն է։ Եթե մենք ամբողջությամբ կախված ենք այդ մարդուց, տվյալ, որ մեզ հետ հենց այդպես է վերաբերվում, նշանակում է, որ դուք ձեր ուժը տվել եք իրա ձեռքը։ Այսպես պետք է մտածել։ Եթե նույնիսկ մարդը վատ, բարդ իրավիճակում է, հարցնում ենք մենք, չէ, ինչ կարող եմ ընտրել ես այս պարագայում։ Ու այդ ժամանակ ուժը վերադառնում է քեզ։ Ու դա դառնում է, ավելի ճիշտ հենց այդ պահին ծնվում է մեր ներքին հենարանը, որի վրա որ միշտ մենք կարող ենք հենվել։ Ու այդ ժամանակ պետք չէ որ անընդհատ հաստատեն կամ ապացուցեն ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկին փրկենք, արդեն սկսում ենք էլ չպայքարել, էլ ոչ մեկին չփրկել, արդեն սկսում ենք ավելի հեշտ ապրել, ասում ենք, սա ինձ համապատասխանում է, սա ինձ չի համապատասխանում, այստեղ մնում եմ, այստեղից գնում եմ, սրան ընտրում եմ, սրան չեմ ընտրում, ու ոչ թե ինչ-որ վրեժով, զայրույթով, այլ ուղղակի պարզ, ես ընտրում եմ ինձ համար հարմարավետը։ Դուք պարտավոր չեք ուրիշների բամբասանքը լսել, ուրիշների քննադատությունը ինչ-որ չգիտեմ ում մասին լսել, որոնք որ ծանր քարեր են, դուք պատկերացրեք, որ դուք մեծ ինչ-որ, ինչ ասեմ, տարա եք, որի մեջ ամեն մեկը իրա քարը բերի դնի, ինչքան կծանրանաք դուք։ Ու մեզ ինչ է պետք, ուղղակի թեթև ապրել, պարզ ապրել, հետո արդեն ճանապարհը այստեղից սկսում է փոխվել։ Ու հա, այստեղ ամենահետաքրքիր մասն է սկսվում։ Մարդը սկսում է տարիներով աշխատել իր վրա։ Սկսում է մանկությունից, փորձում է դնել իր սահմանները, աշխատում է իր հարաբերությունների վրա մարդկանց հետ, սկսած ընտանիքից մինչև սոցիում եւ ավելի հեռու, աշխատում է իր վախերի վրա, ինքնաարժևորման վրա, ու մի օր հանկարծ զգում է, որ ես այլևս չեմ ուզում անverջ միայն ինձ բուժել։ Սա կարևոր շրջադարձ է։
որովհետև երբեմն հոգևոր ինքնազգացումը նույնպես կարող է դառնալ անverջ ծրագիր։ Կարող է բերել մարդուն նոր տրավմա, նոր մաքրում, նոր ճակատագիր, նոր բլոկ, նոր տեխնիկաներին կարող է տիրապետել, նոր բուժումներ կարող է անել, եւ մարդը 10 տարի շարունակում է կարծել, թե իր հետ ինչ-որ մի բան սխալ է։ Այսինքն, էդ էլ այն նույն սենսարայի անիվն է, որի մեջ որ անդադ պտտվում է, ասում է, ես երևի սխալ եմ, ինձ մոտ երևի չի ստացվում, էլի նոր չստացվեց, ինչ-որ մի բան ինձ հետ այն չի, ինչ-որ մի բան սխալ եմ անում, ես անընդհատ սխալվեցի, ես էլի նորից նույն սխալն արեցի։ Ու գալիս է մի փուլ, երբ արդեն հարցը փոխվում է։ Ու հնչում է այն ոչ թե ինչ պետք է դեռ բուժեմ իմ մեջ, այլ ինչ եմ եկել ես ստեղծելու այս ամենի արդյունքում։ Հիմա տեսեք, ստվերը վերափոխեցինք ստեղծագործելու։ Ինչ արեցինք, մոտեցանք հենց արարչականին, այն ինչ որ արարիչն է արել։ Սա նույնպես մեզ հանում է մի այլ ուրիշ մակարդակի, ու մենք սկսում ենք ուղղակի ստեղծագործել։ Ու ստեղծագործողները մենակ այն չեն, որ երաժշտություն են ստեղծագործում, ինչ որ վեպեր են գրում, բանաստեղծություններ են գրում, ոչ։ Մենք բոլորս կարող ենք ստեղծագործել յուրաքանչյուր պահի մեջ, յուրաքանչյուր իրավիճակում, մեր կյանքում, ամբողջ մեր կյանքը մենք կարող ենք ստեղծագործել, մեր կյանքը կարող ենք արարել մեր ձեռքերով։ Ու այ հենց այստեղ անցումը սկսվում է անհատական հոգուց դեպի այն, ինչ մետաֆիզիկական համակարգերում անվանում ենք գերհոգու մակարդակ։ Ես սրա մասին շատ եմ խոսել։ Առաջինը դա մեր հոգու լավագույն տարբերակը հավաքելն է, ավարտեցինք, երբ որ զոհից դուրս եկանք, երբ որ բոլոր բլոկներից ազատվեցինք, երբ որ մեզ բուժեցինք, հաջորդ փուլը գերհոգու մակարդակն է։ Դրա մեջ մտնում են, երբ որ մենք հավաքում ենք մեր հոգու բոլոր բեկորները, հավաքում ենք մեր ընտանիքի 144 անդամներին, դրանք տիեզերական ընտանիքի անդամներն են, սա արդեն գերհոգու մակարդակն է։ Եվ մի քիչ խոսեմ այս մասին։ Գերհոգու մակարդակը եսից դեպի մենք։ Այստեղ ուզում եմ շատ նուրբ տարբերություն ցույց տալ։ Առաջին փուլում մենք սովորում ենք չկորցնել մեզ ուրիշների մեջ, իսկ երկրորդ փուլում արդեն կարող ենք ուրիշների հետ միավորվել առանց մեզ կորցնելու։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք այս տարբերությունը հասկանանք։ Չհասունացած կոլեկտիվում մարդը լուծվում է այդ խմբի մեջ։ Նա համաձայնվում է, որովհետև վախենում է դուրս մնալ, նա լռում է, որովհետև ուզում է պատկանել, ընդունում է առաջնորդի կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն, կարևոր չէ թե նա ինչպիսին է։ Սա գերհոգու գիտակցություն չէ։ Սա ուղղակի հին էլի ծրագիր է, հին խմբային գիտակցությունն է, հիշեք։ Իսկ երբ որ հասուն մենքը կազմված է հասուն եսերից, ու այդ եսը գիտի, թե ով է ինքը, ու մենք գիտենք, թե այդ եսը ով է, հիմա կարող ենք ստեղծել մի բան, որն առանձին չէինք կարող ստեղծել։ Ու հոգևոր ընտանիքի գաղափարը որոշ մետաֆիզիկական համակարգերում նույն բանն է, ինչ որ գերհոգու
գաղափարը։ Երկուսն էլ համարյա իրար հետ զուգահեռ են գրում, բառերից անկախ, չկարճենք բառերից։ Մարդը սկսում է հասկանալ, որ ճանապարհը միայն իր անձնական բարեկեցության համար չէ։ Նրա փորձը կարող է օգտակար լինել ուրիշներին, նրա անցած ցավը ամեն դեպքում իր համար իմաստություն է, նրա սովորած գիտելիքը փոխանցվող գիտելիք է, նրա ստեղծածը, հատկապես երբ որ տարածություն է նա ստեղծում, դաշտ է ուրիշների համար, ու այդ պահին մարդը սկսում է ինքն իրեն արդեն այսպես հարցը տալ, որտեղ է իմ տեղը ընդհանուր ստեղծագործության մեջ եւ ոչ թե ինչպես դառնամ բոլորից մեծ կամ բոլորից առավել կամ ինչպես բարձրանամ բոլորից վերև։ Հիմնականը որտեղ է իմ տեղը ընդհանուր ստեղծագործության մեջ, միասին ենք ստեղծագործում, միասին ենք անում եւ իմ տեղն է տեղ որտեղ է։ Որն է այն կարևոր գործոնը իմ կողմից ամբողջի համար։ Ու այստեղ միշտ հայտնվում են նոր մարդիկ, նոր փուլ, ու շատ մարդկանց մոտ այսպիսի փուլերում սկսում են արագ փոխվել շրջապատը, ընկերությունը, համագործակցությունները։ Թող ասեն նրանք կամ թող ձեռք բարձրացնեն նրանք, որոնց շրջապատը փոխվել է այս ընթացքում, որոնց հին ընկերությունից ոչ մեկ չի մնացել։ Ճանաչեցիք ձեզ։ Որովհետև երբ փոխվում է ձեր ներքին կառուցվածքը, փոխվում է նաև այն, թե ում հետ կարող եք համահունչ ստեղծագործել։ Այն հարաբերությունները, որոնք հիմնված էին զոհ փրկիչ հարաբերության վրա, սկսում են քանդվել։ Այն ընկերությունները, որոնք հիմնված էին միայն ընդհանուր ցավի վրա, կարող են ավարտվել։ Եվ փոխարենը հայտնվում են մարդիկ, որոնց հետ ձեզ կապում է ոչ թե միայն անցյալը, այլ ստեղծվելիք ապագան։ Եվ սա շատ գեղեցիկ տարբերություն է։ Մարդիկ, որոնց հետ խոսելիս ոչ թե անverջ քննարկում ենք, ով ինչ արեց ձեզ, այլ ասում ենք, իսկ ինչ կարող ենք միասին ստեղծել։ Այս էներգիան արդեն լրիվ ուրիշ ուղղությամբ է շարժվում։ Եկեք մի քիչ խոսեմ ծառայության մասին։ Ծառայություն առանց ինքնազոհության։ Ես ինքս անցել եմ այս ճանապարհը ու հատուկ ընտրել եմ, որպեսզի այսօր կիսվեմ ձեր հետ։ Այստեղ եւս մի կարևոր վտանգ կա։ Երբ մարդը լսում է ծառայություն բառը, հին ծրագիրը կարող է ասել, ուրեմն նորից պետք է ինձ մոռանամ ու բոլորին օգնեմ։ Ոչ։ Դա ծառայություն չէ։ Դա կարող է լինել զոհաբերություն, փրկել ինչ-որ մեկին եւ ինքնաարժեք ստանալու փորձ։ Դու կարող ես միշտ թույլ տալ, որ քեզ զոհաբերես։ Իրական ծառայությունը սկսվում է լիությունից։ Ես չեմ տալիս, որպեսզի ինձ սիրեն։ Ես չեմ փրկում, որպեսզի ինձ կարևոր զգամ։ Ես չեմ ղեկավարում, որպեսզի ինձ մեծ ընդունեն։ Ես ստեղծում եմ, որովհետև իմ մեջ կա մի բան, որը իրոք ցանկանում է արտահայտվել։ Եվ այստեղ ծնվում է հասուն ծառայության գեղեցկությունը։ Դուք այլևս մարդկանց չեք քաշում ձեր հետևից, ու դուք ապրում եք ձեր ճշմարտությունը։ Իսկ ում ռեզոնանս կանի, ում կարձագանքի, նա կարող է ձեզ հետ միասին ստեղծագործել։ Եթե ոչ, ուրեմն բարի ճանապարհ։ Սա հենց այն է, ինչ որ ես միշտ ասում եմ ձեզ։ Ես ձեզ չեմ կանչում իմ հետևից, ես ձեզ չեմ պարտադրում, ես ձեզ չեմ ստիպում։ Ես կիսվում եմ
Ես վերջապես կարողացել եմ արտահայտվել այն ամբողջը, ինչ որ այս մի քանի տարիների ընթացքում իմ մեջ արթնացել է, ձեռք եմ բերել, զարգացրել եմ եւ բոլոր նրանց համար է, ում մեջ իրոք արձագանք կառաջացնի, ում ոչ, ուղղակի թերթեք այս եթերը եւ ուղղակի գնացեք առաջ։ Սա ձերը չի, սա ձեր համար չի։ Այստեղ դեռ դուք չունեք անելիք եւ դա է ճիշտը։ Եվ իմ համար, եւ ձեր համար։ Այն մարդկանց, ովքեր որ ասենք ցանկություն չունեն այս ամեն ինչը լսելու։ Դա նաեւ ճիշտ է այն առումով, որ յուրաքանչյուր հոգի ինքն է ընտրում, որ ճանապարհով հիմա գնա։ Յուրաքանչյուր հոգի ունի ազատ կյանքի իրավունք, ինքն է ընտրում, թե ինչպես իր կյանքը ապրի, եւ դա է իր համար ճիշտը։ Հիմա ուզում եմ խոսել այն դաշտի մասին, որ ես միշտ էլի խոսում եմ ձեր հետ, որ ասում եմ, ակտիվացնում եմ իմ դաշտը, եւ դուք կարողանում եք այդ դաշտի միջից վերցնել ձեր համար այն ինչը որ ձեզ պետք է, կամ գտնել այն բանալիները, որոնք որ ձեզ պետք է։ Ինչ է սա նշանակում։ Դաշտը պահել չի նշանակում բոլորի խնդիրները վերցնել քեզ վրա։ Այստեղ ուզում եմ լավ մտածեք։ Դաշտը պահել նշանակում է, երբ շուրջդ խուճապ է ու դու չես դառնում այդ խուճապը։ Օրինակ, ես վերադարձա Հայաստանից 2 օր հետո հայտնվեցի քաոսի մեջ։ Ֆիզիկական աշխարհում անկախ իմ կամքից։ Բայց հոգևոր աշխարհում ինքը ուներ իր բացատրությունը։ Եվ այստեղ հարցը սրանում էր. ինչպես եմ ես ապրում այդ քաոսի մեջ։ Ինչպիսի մոտեցում եմ ցույց տալիս։ Ինչպիսին եմ ես դառնում քաոսի մեջ ապրելով։ Դրա ուրիշ օրինակ, երբ բոլորը վիճում են, դու չես գործում քո կենտրոնը։ Երբ մեկը շատ ուժեղ էմոցիա ունի, դու չես պարտավորվում այն քո ներսում ապրել։ Ասենք ցավ է ապրում, դու չես ապրում այդ ցավը։ Ինչ-որ ուրախություն է ապրում, դու չես ապրում այդ ուրախությունը չափից շատ կամ դա քոնը չէ։ Դու ապրում ես քո ներկա, քո վիճակում, քո ներսում, քո տեղում ես դու բաց ես, բայց դու քո կենտրոնում ես։ Եվ ես կարծում եմ, որ սա բարձր գիտակցության շատ ավելի իրական ցուցիչ է, քան ցանկացած գեղեցիկ հոգևոր բառ։ Ինչ եմ տեսնում մեդիտացիայում։ Չէ, ինչ եմ տեսնում մեդիտացիայում։ Այլ ով եմ ես, երբ կյանքը բարդանում է, երբ ես հայտնվում եմ մի այնպիսի տեղ կամ ապրում եմ մի այնպիսի կյանք, ինչպիսին եմ ես այդտեղ, ով եմ ես։ Եվ եկանք հասանք մոնադային։ Ամենավերջին փուլը մոնադան է։ Լսել եք։ Հավանաբար երևի ինձանից։ Սա ամենաբարդ հատվածն է։ Որոշ մետաֆիզիկական ուսմունքներում այս շերտը հենց այդպես էլ կոչվում է, որպես ավելի մեծ միասնական գիտակցության կամ ես եմ ներկայության կենտրոնը։ Ես այստեղ ուզում եմ առաջարկել, որ թվերի ու կառույցների վրա չկպչենք, որովհետև եթե մարդը սկսի մտածել, ես արդեն մոնադայի մակարդակում եմ, իսկ դու դեռ հոգու մակարդակում ես, մենք անմիջապես կվերադառնանք էգոյի հիերարխիային։
Ես միշտ մտածել եմ, որ չեմ հասել դրան։ Այս կառույցի, այս կառուցվածքի մասին գիտենալով ինձ մոտ միշտ ներքին համոզմունք է եղել, որ ես չեմ հասել դրան։ Որովհետև իմ մեջ չի եղել ոչ մի տեսակի մրցույթ։ Ես ուղղակի միշտ արտահայտվել եմ ու կիսվել եմ։ Իմ մեջ մի տեսակ ուրիշ ձևի հասունություն է եղել, երևի կասեի համեստ հասունություն։ Կարող եք դուք ինքներդ որակավորել։ Ամեն ինչ ընդունում եմ, ինչպես կա, ինչպես ասեք, բարձրագույն ուսուցիչներն են ինձ արժանացրել կամ տվել այդ կարգավիճակին, էլի։ Ես, բայց ամեն դեպքում, այնպես չի, որ անմիջապես ընդունել եմ, սակայն պատասխանատվությունն եմ հասկացել։ Օրինակ, սա մեծ գիտակցություն է, որտեղ դու իրոք չունես ոչ մի բան ապացուցելու։ Իսկ ինձ ընդունած վիճակը ավելի ոնց որ ցածր է եղել։ Ավելի մոնադայի գաղափարը կարելի է այսպես հասկանալ։ Մարդու կյանքը այլևս միայն այդ եսի մասին չէ, նույնիսկ միայն ընդանուր խմբի մասին չէ։ Նա արդեն սկսում է իրեն ընկալել ամբողջ կյանքի հետ կապված։ Այնինչ ես ստեղծում եմ, ինչպես է ազդում ընդհանուրի վրա, այնինչ փոխանցում եմ, ինչ գիտակցություն է բերում աշխարհին։ Օրինակ իմ բիզնեսը միայն փող է ստեղծում, թե նաև նոր մշակույթ։ Կամ իմ դպրոցը միայն գիտելիք է տալիս, թե նաև նոր տեսակի մարդ է ձևավորում։ Իմ նախագիծը մարդկանց ինձնից կախված ինչպիսին է դարձնում, թե նրանց սեփական ուժն է վերադարձնում։ Ողջույն Քրիստինե ջան, բայց կարծեմ Google Meet-ով չեմ կարող ձայնագրել։ Կարող եմ։ Մի անգամ կարծեմ փորձել եմ, բայց ամեն դեպքում հələ էլի կփորձեմ։ Այս իմ ավելի շուտ ինտերնետից է։ Կապը այդքան լավը չի։ Ներողություն եմ խնդրում ու շարունակում եմ։ Մի խոսքով, այսպիսի հարցերը արդեն անհատի սահմաններից դուրս են։ Եվ հիշում եք, որ մենք սեր էինք ուղարկում երկիր մոլորակին։ Դա տրված չէ ամեն մեկին երկրագնդի շուրջ բոլորը ցանց կառուցել։ Ու ամեն մեկի մոտ չէ, որ կստացվի։ Այնպես որ երբ որ մենք շատ արդեն գլոբալ ենք մտածում, մեր գիտակցության մակարդակը ավելի է լայնացած, հա, տարածությունը ավելի մեծ է, երբ որ դու արդեն այդ մակարդակից ես մտածում, հոգևոր ինչ որ ուրիշ մակարդակի ես անցնում, այնպես որ խորհուրդս, որ յուրաքանչյուր հոգու մեջ տեսնեք ձեր հարազատին եւ ձեր առաջնային ծրագիրը խնդիրը լինի երկիր մոլորակի ապաքինման։ Խնդիրը երկիր մոլորակի վերքերը բուժելը եւ ոչ թե ինչ որ անհատների
որոնք որ միգուցե եւ չգիտեմ օգուտ կտան էլ չտան երկիր մոլորակի նման լիքը խոտեր ունենք, լիքը հոգիներ ուղակի որպես սնունդ են եկել երկիր մոլորակի համար ու մենք շփվելով իրանց հետ հատկապես այն մարդիկ ովքեր որ չեն տարբերակում իրանք չգիտեն ինչ է պետք է դել այստեղ Քրիստոսի ասած մարգարիտներն է որ չպետք է փռենք խոզերի առաջ դրա համար ավելի լայնածավալ մտածեք ու ձեզանից յուրաքանչյուրը դա կարող է անել ձեզանից յուրաքանչյուրը կարող է օգուտ տալ մոլորակին բուժել վերանայել մենք ամեն ինչ կարող ենք ֆիլմերը մի քանի տարի առաջ են մեզ ցույց տվել ու կարող ենք իհարկե վատ բան բոլորն է կարող են միանգամից վատ բան անելն այնքան հեշտ է շատ հեշտ է մարդ սպանելը раз два է շատ հեշտ է բայց բանն այն է որ դու ավելի օգտակար ու լավ բան անես առանց վրեժի առանց վիրավորվելու առանց նեղանալու առանց ատելու առանց հիասթափվելու առանց բամբասելու ավելի մանր բաներն ասեմ յա ու այստեղ արդեն ծնվում է առաջնորդության նոր տեսակը այս մակարդակում փոխվում է նաև առաջնորդության գաղափարը եթե հին առաջնորդը ասում էր ես գիտեմ հետևեք ինձ ապա մոնադան ասում է ես կպահեմ տարածքը որպեսզի յուրաքանչյուրը հիշեք ձեր սեփական ուժը հին առաջնորդը հավաքում է հետևորդներ նոր առաջնորդ ձևավորում է առաջնորդներ իմ խմբի աղջիկները ովքեր որ սովորում են մետագիտակցական ակադեմիայում շատ լավ կհասկանան սա նրանք կհասկանան թե ինչպես եմ ես իրենց առաջ մղում ուղղորդելով որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է սա անել անցեք գործի տարածքը բացված է բեմը ազատ է կոպիտ ասած դուք յուրաքանչյուրդ կարող եք լինել տանող ուժ սա պետք է ուղղակի մի այլ կարգի լավ հասկանալ հին առաջնորդին պետք է իշխանություն նոր առաջնորդին պետք է ուղղակի հասունություն հին առաջնորդը վախենում էր որ մարդիկ կգնան նոր առաջնորդը ուրախանում է ուղղակի երբ մարդն այլևս էլ իրեն մոտ չի մնում որովհետև նա աճել է նա ծաղկել է նա արդեն կարող է հասունացել է ինքնուրույն կարող է իրեն ստեղծել որովհետև կախվածությունը բլոկ է և այստեղ նպատակը կախվածությունը չէ նպատակը մարդու վերադարձն է դեպի իր սեփական կենտրոնը իր սեփական ուժը մարդուն պետք է ասես դու կարող ես դու ունես համապատասխան այդ ուժը ուղղակի օգտագործի ոչ թե մարդուն բռնես թևերը կտրես ու ասես թռի լավ թիթեռին լավ ճանճին Okay Եվ եկեք հասնենք հոգևոր էգոին ու այստեղ ուղղակի շատ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ ես ես ազնիվ բառը շատ եմ օգտագործում շատ ես հենց իմ էգոն այսպիսին է երջանիկ ենք իր հետ ոչ մեկին չի քննադատում ոչ մեկ մեղավոր չեն իր կյանքում ոչ մեկ ոչ մեկին չի ասում գիտես քո պատճառով էս ունեցա քո պատճառով են ունեցա ոչ մեկին ինքը երջանիկ է իր հետ ինքը ներդաշնակ է իր հետ
Ինքը յուրաքանչյուրին ընդունում է ինչպես որ մյուսները կան, հասկանում է, պատկերացնում եք։ Այնպես որ երբ որ դու քեզ դնում ես քո կենտրոնում ու ասում ես ու կիսվում ես մարդկանց հետ, ցույց ես տալիս, թե դու ինչպես ինքդ քո հետ երջանիկ ես, ինքդ քո հետ ներդաշնակ ես, ու դրանից էլ աշխարհի հետ ես ներդաշնակ, այդտեղ չկա ոչ առողջ էգո, դա առողջ է, դա առողջ էգոիզմ է, օրինակ մենք չենք ասում ես ամենագեղեցիկն եմ կամ ամենաարթնացածն եմ կամ ես ավելի շատ փող ունեմ, մենք ասում ենք, որ ես ուղղակի բարձր թրթիռների վրա եմ, ես լույս եմ, ես սեր եմ, առաջին հերթին համաձայնվում ես դու ինքդ քեզ հետ և առաջին հերթին ազնիվ ես դու ինքդ քեզ հետ։ Էլ չեմ ուզում շատ երկար տարածվեմ, առանց այդ է շատ երկար ստացվեց, այսօր ուղղակի շատ ազատ, թեթև, փորձեցի, ինչպիսին որ ես կամ, այ այդպես կիսվեմ ձեր հետ։ Փորձեցի ամենապարզ լեզվով առանց այդ մասնագիտական, մասնագիտացված բառերով չխոսել, ինչքան հնարավոր է բացատրել կամ կիսվել ձեր հետ հոգու մակարդակները։ Այսօր այսքանը մոտավորապես, եթե հարցեր ուրիշ ունեք, էլի պատրաստ եմ, կարող եմ պատասխանել, բայց սա այն հիմնական կառուցվածքն է, որտեղ որ մեր հոգին այս աշխարհում, այս ֆիզիկական աշխարհում քայլում է, գնում է առաջ, զարգանում է։ Սա այն 3 կարևոր փուլերն էին, որտեղ որ մարդը հոգու մակարդակում անցնում է։ Մարդու միջոցով է հոգին անցնում։ Այսքանը։ Եթե հարցեր կան, կարող եմ պատասխանել, եթե ոչ, էլի կարող եմ բոլորիդ բարի գիշեր կամ լավ օր, նայած թե ով որտեղ է ապրում, մաղթել և ցանկանալ բեղմնավոր, առատ, առանց ծանր բեռերի, թեթև շաբաթ։ Ռանեյ ջան, Այո, կարող եմ մի հարց տալ։ սիրով Օվսաննա ջան, ասա։ Հենց նոր նշեցիք, որ ցանկացած, այսինքն այն մարդիկ, ովքեր սովորում են եւ այլն, որ ազատ է, կարող են անել ինչ որ ցանկանան եւ այլն։ Հիմա այսպեսի մի հարց, արդյոք այստեղ գտնվող մարդկանցից, չեմ ասում այն մարդը, որ գաղափար չունի այս ամեն ինչի մասին, կարող է ինչ որ իր ցանկությամբ ինչ որ յուրահատկություն ձեռք բերել, ասենք ինչ որ օրինակ բուժելու կարողություն, օրինակ, չգիտեմ, հնարավոր է այդպես։ Կոնկրետ դա ինձ թվում է, որ տրված է մարդկանց, այսինքն այդ ուզելով չի։ Հասկացա։ Կոնկրետ բուժելու կարողությունը մարդիկ նվեր են ստանում, անցյալ կյանքից են բերում կամ տոհմից տոհմ է փոխանցվում կամ տոհմից տոհմերից է փոխանցվում։ Օրինակ
մամայի կողմից հիմնականում կարող է լինել, մամայի կողմից, հա, այդ ուժ է, կոնկրետ դա չէ, այսինքն ուզելով չէ, մարդը կարող է իր վրա աշխատել, կարող է զարգացնել իր մեջ, Ինչ-որ ունակություններ, ինչ-որ ունակություններ, հա, կարող է, բայց դա չի լինի հաստատ 100%-անոց էլի, բայց ինչ-որ փոքրիկ օգուտներ կտա մարդը հաստատ իր ծանոթներին կամ ինքն իրեն թեկուզ։ Հասկաց։ Մեկ էլ մի ուրիշ հարց, էլի հոգուն ա վերաբերվում, ուղղակի պատական հետաքրքիր հարց է։ Այս հարցը նույնիսկ քվանտայնում եմ գրել, բայց ես հասկացա, որ չեմ պատասխանել, հիմա ուզում եմ ձեզ տալ։ Արդյոք նույն հոգին մի կյանքի ընթացքում կարող է մարմինը փոխել։ Հիմա մենք դա ենք անում։ Չէ, ես հենց նկատի ունեմ, որ ինքը դուրս գա այդ մարմնի մեջից, ուրիշ մեկի մեջ մտնի, այսպես ասած, մի քիչ գուցե անիրական բան եմ ասում, պարզապես մտքիս այդպիսի հարց է առաջացել։ Հոգին, եթե այդ մարմինը թողնի ուրիշ մարմին վերցնի, նշանակում է կյանքը այս մարմնում ավարտվում է, մյուս կյանքում սկսվում է։ Մյուս մարմնում սկսվում է։ Այսինքն չեղավ, որ կյանքը չավարտվեց, էլի։ Հասկացա։ Ոնց կարող է այդպես երկու մարմին ապրել։ Իրականում մի մարմնում կարող է երկու էություններ լինել։ Հասկացա։ Այդ կարող է լինել այն էությունները, որոնք որ լքված են, որոնք որ տեղ չունեն, թափառական են, կամ այն հոգիները, որոնք որ ինքնասպանություն են գործել, շատ հնարավոր է, որ չարացած ու ցածր մակարդակում լինեն իրանք, իրանք կարող մարմնի մեջ ապրի, հա, այսպես ասած։ Դե կարող են կպնել այդ մարմնին, այդ հոգու մարմնին, հոգին չունենա գիտակցություն, հիմա կարող եմ շատ սիրուն պատմել դրա մասին։ Օրինակ, երբ որ մարդը խմում է, մարդը խմում է 2 բաժակ, 3 բաժակ, 4 բաժակ, մեկը կարող է 10 բաժակից հարբել, մյուսը կարող է ընդամենը 2 բաժակից հարբել, հատկապես որ երբեք փորձ չի ունեցել խմելու, չէ։ Տվյալ մարդը կորցնում է իր գիտակցությունը, այսինքն ինքնակառավարումը։ Եվ այդտեղ, եթե ինքը նայած թե ինչպիսի էմոցիաներ է արտահայտում, չէ, դրա այդ ազդեցության տակ մարդը կարող է եւ զայրանալ, եւ ուրախանալ, եւ նայած իր էլի վիբրացիոն կամ էներգետիկ, այո, համապատասխան էներգիաներ է ձգում դեպի իրեն։ Հիմա ամեն ինչ էներգիա է, ամեն ինչ, այդ մարդկանց ասած սատանան էլ է էներգիա է ուղղակի, մեկը ծանր է, մյուսը լուսավոր է, թափանցիկ է, ու երբ որ տվյալ մարդը հարբեցողության մեջ կորցնում է իր վիբրացիան, կապը կտրում է իր հետ։ Այսինքն գիտակցությունն ու այս նյութականը հոգին էլ կապ չունեն իրար հետ։ Ու այդ դեպքում անտեսանելի մյուս էությունները հեշտությամբ հափշտակում են այդ հոգուն եւ նրանից սնվում են։ Նուրբ շերտերում դու հեշտությամբ տեսնում ես մարդու 4 կողմը, հատկապես գլխի հատվածում, ու թիկունքից ավելի շատ, թե ինչպիսի տեսք են իրանք գրավում, ինչպիսի ագրեսիվ տեսք ունեն ու ինչպես են տվյալ մարդու էներգիան վերցնում։ Հետաքրքիր է։ Այսինքն այդ խմելու առումով, մյուս առումներով էլ կա։ Հա, մարդը կարող է աղոթքի ժամանակ իրան կանչել, մարդը կարող է մանտրայով ստանալ, այդ նույն չհասկանալով, առանց իմանալու, առանց հասկանալու, այսինքն մարդուն միշտ պետք է գիտակից վիճակում լինել,
Եթե մենք այս մարմնի մեջ ենք, այս նյութական աշխարհում ենք, շատ կարևոր է մեզ գիտակից վիճակում լինել։ Ու կապը պահել կամ անպայման ճանապարհը փորելով հասնել մեր աբսոլյուտին, անպայման, որպեսզի գործենք հոգու գրած ծրագրով, համահունչ իր հետ քայլենք եւ ոչ թե թույլ տանք, որպեսզի ուրիշները մեզ կառավարեն։ Դե բնականաբար հարբեցողը ինքը չի կառավարում իր կյանքը։ Ով է տեսել, որ հարբեցողն ինքն է կառավարում իր կյանքը։ Հələ մի հատ ասեք։ Յուրաքանչյուր հարբեցող գտնվում է ուրիշ ուժի տակ։ Յուրաքանչյուր էակ, որ նոր շշերով ալկոհոլ է դադարվում, կապ չունի ինչ, ընդհանրապես կապ չունի։ Ես չեմ ասում ընդհանրապես մի խմեք կամ ես այդպիսի սահմանափակումներ չունեմ։ Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, ինքը ինչ է ուզում, այդ պահին իրան ինչ է պետք։ Բայց երբ որ մարդը սահմաններն անցնում է, ինքը կորցնում է ինքնակառավարումը։ Վերջապես պատկերացրեք, որ մենք նստած ենք այս մեքենայի մեջ ու ղեկավարում ենք։ Այդ մեքենայի ղեկը մենք ենք վարում։ Երբ որ մենք անգիտակից վիճակում լինենք, ի՞նչ կլինի այս մեքենային։ Կամ կողքի նստածը, կամ կողքի նստածը կվերցնի իր ձեռքը, կասի լզի դու չենք ասում, հարբեցողին ինչ ենք ասում, ասում ենք իչի չէ, մեքենայի ղեկից, դու չես կարող։ Այս սրանք ուղղակի պարզ այս մեր նյութական իրականության մեջ գոյություն ունեցող այն օրինակներն են, որոնց վրա որ կարող եք լավ պատկերացնել։ Շնորհակալություն։ Խնդրեմ, սիրով։ Եթե էլ հարցեր չկա, բոլորիդ մաղթեմ բարի գիշեր։ Եվ միշտ մնացեք ձեր հետ։ Ձեր կենտրոնում կանգնեք։ Եվ ոչ մեկին թույլ չտաք, որպեսզի ձեզ ուղղորդեն կամ ձեզ ղեկավարեն։ Այո, մենք ուրիշների ազդեցության տակ ենք միշտ վատ քայլեր անում ու վատ բաներ անում, այնպես որ ձեր ճանապարհն է ուղիղ դեպի ձեզ։ Օրինակ, այն մարդը, որ իրան ճանաչում է, սկսում է իրան սիրել, գնահատել ու ինչ որ կողքից ասում են, այս մարդը էգոիստ է, ուրախացեք այդ մարդով, որովհետև ինքը իրան գտել է։ Այդպես։ Դե ինչ։ Բոլորիդ բարի գիշեր։ Ու ես էլ եմ շնորհակալ եմ, որ կիսեցիք այս պահերը ինձ հետ։ Դա նաև խոսում է ձեր վստահության մասին եւ առողջ մնացեք ամեն ինչով, բոլոր մարմիններում, թե մտքով, թե հոգով, թե սրտով եւ թե ֆիզիկապես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։